Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախ համարոտ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նոր զարգացումներ, Արարատ ցեմենտը հանձնվել է պետության կառավարմանը, դատախազությունը խոսում է ընդերք օգտագործման ընթացքում հայտնաբերված խախտումների մասին եւ շարունակում է պահանջել Գագիկ Ծառուկյանից բռնագանձել տասնյակ անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ եւ շուրջ 105.9 միլիարդ դրամ։ Կառավարությունը մեկնարկել է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը։ Ինչ փուլեր է անցնելու փաստաթուղթը եւ ինչ կառուցվածքով է գործելու նորաստեղծ ընկերությունը։ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգում անվտանգային նոր ուղղություններ են։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵՄ գործընկերության առաքելության նոր ղեկավարի հետ քննարկել է համագործակցության խորացման եւ համատեղ աշխատանքի առաջնահերթությունները։ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հետ իրական խաղաղություն է հաստատվել, սակայն շարունակում է պնդել Երևանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը։ Միաժամանակ Բաքուն ակնկալում է, որ Թրիփ միջանցքի շինարարությունը կարող է մեկնարկել արդեն այս աշնանը։ Թուրքիան եւս հայտարարում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակելու է Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ, ընդգծելով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական գործընթացների փոխկապակցվածությունը։ Ընդլայնվում են կոչերը հայ գերիների ազատ արձակումը դարձնել Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների առանցքային պայման, ինչ պահանջներ են հնչել Բրյուսելում եւ ինչ գնահատականներ են տրվել Բաքվում ընթացող դատաբարություններին։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում հակակոռուպցիոն դատարանը գլխավոր դատախազության միջնորդությամբ Արարատ ցեմենտ փակbaşնետիրական ընկերությունը հանձնել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը ու պահպանմանը։ Ընկերության բաժնետոմսերը ներառված են Գագիկ Ծառուկյանի եւ նրան փոխկապակցված անձանց դեմ ներկայացված բռնագանձման հայցում։ Դատախազությունը Արարատ ցեմենտ փակbaşնետիրական ընկերությունում հայտնաբերել է ընդերք օգտագործման գործընթացում մի շարք խախտումներ։ Ըստ հաղորդագրության ընկերությունը տարիներ շարունակ ապօրինի ընդերք օգտագործում է իրականացրել խուսափելով վարձավճարների եւ գույքահարկի վճարումից։ Դատախազությունը Գագիկ Ծառուկյանից պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, մասնակցություն 38 իրավաբանական անձանցում, ինչպես նաեւ շուրջ 105.9 միլիարդ դրամ, որը ըստ հայցի ներառում է ապօրինի եկամտի մնացորդը ու ծախսը, տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը եւ այլ ակտիվներ։ Կառավարությունը հաստատել է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի շրջանակային համաձայնագիրը, մեկնարկելով դրա վավերացման գործընթացը։ Փաստաթուղթը կուղարկվի սահմանադրական դատարան, իսկ դրական եզրակացությունից հետո ազգային ժողով։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով Թրիփի հիմնադրման համար դեռ պետք է համաձայնեցվեն բաժնետերերի համաձայնագիրը եւ ընկերության կանոնադրությունը։ Նա նշել է, որ ընկերության բաժնետոմսերի 74%-ը կպատկանի ամերիկյան կողմին, 26% Հայաստանին, իսկ գործունեությունը կիրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության եւ տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ։ Առաջարկվում է մարզպետների աշխատակազմերին հատկացնել ավելի քան 1 միլիարդ դրամ արդեն մեկնարկած ծրագրերի ֆինանսավորումը շարունակելու համար։ Խոսքը ճանապարհների, մանկապարտեզների, մշակութային օջախների, ջրագծերի, արտաքին լուսավորության, գազաֆիկացման եւ այլ ենթակառուցվածքային ծրագրերի մասին է։ Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 8 համայնքներից թվով 9 սուբվենցիոն ծրագիր, ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզի 1 ծրագիր 157.1 միլիոն դրամ, Արմավիրի մարզի 1 ծրագիր 31.9 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագիր 310.4 միլիոն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր 67.6 միլիոն դրամ, Սյունիքի մարզի 1 ծրագիր 143.9 միլիոն դրամ, Տավուշի մարզի 3 ծրագիր 323.8 միլիոն դրամ։ Գործադիրն անդրադարձավ նաև Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի Թրիփ ռազմավարական գործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին։ Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները նպատակ ունեն հարավային Կովկասում ուրեմն տրանսպորտային փոխադրումների զարգացման, ապաշիր տրանսպորտային երթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային եւ գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով նպաստել, ամրապնդել հարավային Կովկասում խաղաղությունը,
հաստատված կայունությունը եւ ժողովուրդների զարգացումը, պետությունների զարգացումը, սա էլ բազմիցս արձանագրված է շրջանակային համաձայնագրում։ Նաեւ ուզում եմ նշել, որ ողջ գործընթացը եւ ընկերությունը եւ հետագա գործունեությունը եւ այս համաձայնագիրը ամբողջությամբ համահունչ է եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ։ Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսին Վաշինգտոնում եւ Երևանում, իսկ դրա վավերացումը հնարավորություն կտա ավարտել համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Անվտանգություն եւ իրավապահ գործունեություն, բ. Սահմանային վերահսկողություն եւ սահմանային անվտանգություն, Գ. Մաքսային եւ միգրացիոն վերահսկողություն, Դ. Հարկերի եւ տուրքերի փոխանցում պետական բյուջե, Ե. Պետական տեղեկատվական համակարգեր, Զ. Պետական վարչական գործառույթներ եւ վերահսկողություն։ Հարգելի գործընկերներ, ինչպես կարող եք նկատել, թվարկածս ամբողջովին ծածկում է եւ կարող է փարատել բոլոր հնարավոր մտահոգությունները, որոնք անկեղծորեն կարող էին առաջանալ բազմաթիվ քննարկումների ընթացքում Հայաստանի Հանրության շրջանում, եւ այն չարամիտ շահարկումները, որոնց մենք ականատես ենք եղել վերջին ամիսների առնվազն ընթացքում։ Մեկ այլ նախագծով կառավարությունն առաջարկում է ստեղծել տվյալների դասակարգման միասնական համակարգ, որը կկարգավորի պետական մարմիններում կիրառվող դասակարգիչների հաստատման, փոփոխման, հրապարակման եւ օգտագործման ընթացակարգերը։ Նախատեսվում է, որ նոր համակարգը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին, կբարձրացնի պետական տեղեկատվական համակարգերի փոխգործունակությունը եւ կնվազեցնի տվյալների անհամապատասխանության ռիսկերը։ Միաժամանակ սահմանվել են անցումային ժամկետներ, որոնց ընթացքում պետական մարմինները պետք է իրենց տվյալների շտեմարանները համապատասխանեցնեն նոր պահանջներին։ Մենք ստեղծում ենք մի ստանդարտ, տվյալների ստանդարտ, որը պիտի օգտագործենք շտեմարաններում տվյալների մուտքագրման եւ պահպանման համար եւ հետո օգտագործման համար։ Այսինքն ըստ էության սա իմպերատիվ է պետական մարմինների համար, թե ոնց ենք մենք աշխատելու տվյալի հետ, որպեսզի ապահովենք մեկ անգամ մեկ տվյալ եւ այլևս բոլոր համակարգերի այդ տվյալի գոյությունը, որպեսզի ամեն անգամ մարդկանց չասենք անձնագրի պատճենը բեր, ID քարտի պատճենը բեր եւ այլը, այդ համակարգը լիարժեք աշխատի, ճիշտ եմ, չէ՞։ Հենց այդպես, պարոն Գրիգորյան, մի բան էլ հավելեմ, որ նաեւ այդ շտեմարանները, ովքեր որ կառավարում են, ունենք մի մոտ 30 մոտավորապես շտեմարաններ, եթե այդպես ամփոփեմ, որոնք որ մեր համար կարևոր են, այդ շտեմարանների կառավարիչներ կան եւ իրենք պետք է այդտեղ նաեւ նկարագրեն, թե դա ինչի համար է, որպեսզի տվյալի փոխանակումը մարդիկ հասկանան, թե որտեղից պետք է դա վերցնեն։ Կառավարության օրակարգում ընդգրկված էր նաև Եվրոպական միության երկրներ ձկան եւ ձկնամթերքի արտահանման գործընթացը կարգավորող նախագիծը։ Այն մշակվել է այն բանից հետո, երբ Հայաստանը 2025 թվականին ստացել է ԵՄ երկրներ ջրային կուլտուրաների արտադրանք արտահանելու թույլտվություն։ Կարգավորման նպատակն է ապահովել, որ հայկական արտադրողները համապատասխանեն եվրոպական պահանջներին եւ կարողանան առանց իրավական խոչընդոտների մուտք գործել ԵՄ շուկա։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար դեսպան Կոսմիս Ջորջ Դինեսկուի հետ։ Հանդիպման ընթացքում Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության դերը, ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու առաքելության գործունեությանը։ Կողմերը քննարկել են նաև ապատեղեկատվության, կիբերհարձակումների եւ ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի, ինչպես նաև հետագա համագործակցության հարցեր։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը Reuters-ին հայտնել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև իրական խաղաղություն է հաստատվել եւ կողմերը վերականգնում են առևտրային կապերը։ Նրա խոսքով Բաքուն շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է վերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող իր գնահատմամբ սահմանադրական դրույթները, ինչից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չեն մնա։ Հաջիևը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգներից ստացել են դրական ազդակներ, ըստ որոնց Թրիպ տրանսպորտային միջանցքի շինարարությունը կարող է մեկնարկել արդեն այս աշնանը։
Ինչպես նախկինում մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ Այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ Ռուսաստանը կարևորում է խաղաղությունը ու կայունությունը Հարավային Կովկասում եւ աջակցում է 3 գումարած 3 տարածաշրջանային համագործակցության հարթակի աշխատանքներին, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը։ Մոսկվան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանների սահմանազատմանը եւ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ընդգծելով, որ այդ գործընթացների հիմքում 2020-22 թվականների եռակողմ հայտարարություններն են։ Թուրքիան հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Այս մասին նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործողությունների ծրագրում։ Փաստաթղթի համաձայն Անկարան աջակցելու է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին եւ ընդգծում է, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա համաժամանակյա։ Թուրքիան նաև վերահաստատել է Բաքվի հետ ռազմավարական համագործակցությունը ու Ադրբեջանի շարունակական աջակցությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման նպատակով։ Եվրոպական խորհրդարանում պահանջել են հայ գերիների ազատ արձակումը դարձնել Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների պարտադիր պայման։ Բրյուսելում հնչել են նաև Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու եւ էներգետիկ գործակցությունը կասեցնելու կոչեր։ Այդ ընթացքում Ադրբեջանում շարունակվում են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների քաղաքականացված դատավարությունները։ Բաքվում պահվող հայերի ազատ արձակումը պետք է դառնա Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների պարտադիր պայման։ Այս պահանջը հնչել է Եվրոպական խորհրդարանում անցկացված հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում եւ ԵՄ ներգրավվածության հրամայականը խորագրով համաժողովում։ Միջոցառումը կազմակերպել էին Եվրոխորհրդարանի падգամավորներ Կոստաս Մավրիդեսը եւ Միրամ Լեքսմանը, ՀՅԴ Հայդատի եվրոպական գրասենյակի աջակցությամբ։ Քննարկմանը մասնակցել են իրավապաշտպաններ, միջազգային իրավունքի մասնագետներ եւ Բաքվում պահվող հայերի ընտանիքի անդամներ։ Եվրոպադգամավոր Կոստաս Մավրիդեսը հիշեցրել է Եվրոխորհրդարանի պահանջը կասեցնել Եվրամիություն-Ադրբեջան էներգետիկ հուշագիրը, պատժամիջոցներ սահմաննել մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ եւ հասնել բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակմանը։ 2025 թվականի մարտին ընդունված բանաձևում Եվրոխորհրդարանը Բաքվի դատավարությունները բնորոշել էր շինծու եւ քաղաքականացված։ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է Ադրբեջանի հետ էներգետիկ ռազմավարական գործընկերության հուշագիրը կասեցնելու իր վճռական կոչը։ Եվրամիության հարաբերությունները Բաքվի հետ չեն կարող զարգանալ մարդու իրավունքների կոպիտ խախտումների անտեսման պայմաններում։ Պետք է պատժամիջոցներ սահմանվեն պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ։ Բոլոր հայ պատանդները պետք է անհապաղ եւ անվերապահ ազատ արձակվեն։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ Բաքվում իրականացվող գործընթացները սովորական քրեական դատավարություններ չեն։ Դրանց նպատակը Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ապօրինաբար որպես հանցագործություն ներկայացնելն ու հայ գերիներին Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման գործիք դարձնելն է։ Ադրբեջանը նաև չի ապահովում անկախ միջազգային կառույցների լիարժեք մուտքը եւ պաշտպանների հետ գաղտնի հանդիպումների իրավունքը։ Հայ գերիների ապօրինի կալանավորումը ու դատապարտումը միայն առանձին մարդկանց իրավունքների խնդիր չէ, սա միջազգային իրավունքը պաշտպանելու Եվրոպայի կարողության փորձությունն է։ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերը պետք է ուղեկցվեն իրական քաղաքական գործողություններով, հակառակ դեպքում անպատժելիությունը կարող է վերածվել ընդունված վարքագծի։ Համաժողովում ելույթ է ունեցել նաև ՑՄԱ ազատազրկման դատապարտված Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին։ Արմեն Իշխանյանի խոսքով 2023 թվականի բռնի տեղահանման ժամանակ հայրը մնացել է Արցախում բնակչության անվտանգ դուրսբերմանն աջակցելու համար, որից հետո ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Փաստորեն միջազգային իրավունքի հիմունքներից մեկը հանդիսացող ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի համար մարդիկ դատապարտվում են, իսկ դատապարտող պետությունը խուսափում է պատասխանատվությունից։ Ինչպես հայրս է ասել, այս դատավարությունը ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Հետևաբար Բաքվում պահվող հայ ռազմագերիները այսօր Ադրբեջանի կողմից օգտագործում են Հայաստանի դեմ։ Այս հանգամանքը լրջորեն հարցականի տակ է դնում իրական խաղաղության հանդեպ Ադրբեջանի հանձնառությունը։
Մինչև Բրյուսելում հնչում են ազատ արձակման պահանջներ, Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում են Արցախի նախկին ղեկավարների գործով հերթական նիստը։ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքները եւ պահանջել է բեկանել առաջին ատյանի որոշումը։ Դավիթ Մանուկյանի պաշտպանները եւս արդարացման դատավճիռ են պահանջել։ Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 17-ին։ Մտահոգիչ է նաեւ 2020 թվականից գերության մեջ գտնվող Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը։ Նրա ներկայացուցիչ Լուսիանա Մինասյանի ներկայացրած բժշկական փաստաթղթերի համաձայն Մկրտչյանն ունի սրտի ծանր ախտահարումներ, արյան բարձր ճնշում եւ բորբոքային բարձր ցուսանիշներ։ Պաշտպանը պնդում է, որ անհրաժեշտ բուժօգնություն չի տրամադրվում։ Ռուբեն Վարդանյանի գործով պաշտպանական կողմը վերջապես ստացել է 20 տարվա ազատազրկման դատավճռի ամբողջական տեքստը եւ առաջիկա շաբաթներին պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մյուս 15 հայերի դատավճիռները Բաքուն դեռ չի տրամադրել։ Միեդը Ադրբեջանին պարտավորեցրել է դրանք դատարան ներկայացնել մինչև օգոստոսի 31-ը։ Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ 2025 թվականի սեպտեմբերին դադարեցրել է ֆիզիկական ներկայությունն այդ երկրում, ավելի խորացնելով գերիների վիճակի շուրջ տեղեկատվական փակուղին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին արդյունավետ արձագանքելու համար անհրաժեշտ է տարբեր կառույցների համակարգված աշխատանք։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և գերմանական IRZ հիմնադրամի կազմակերպած երրորդ աշխատաժողովին մասնակցում են իրավապահներ, առողջապահության ու կրթության ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված երրորդ աշխատաժողովը։ Ծրագրի նպատակն է զարգացնել բռնության ենթարկված կանանց և երեխաների պաշտպանության մեխանիզմները և մասնագետների կարողությունները։ Աշխատաժողովն անցկացվում է միջազգային իրավական գործակցության գերմանական հիմնադրամի IRZ-ի հետ։ Ծրագրին մասնակցում են նաև Գերմանիայից հրավիրված փորձագետներ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ արդեն երկար տարիներ ինչ համագործակցում ենք եւ իրականացրել ենք բազմիցս արդեն արդյունավետ ծրագրեր, միջոցառումներ, ինչպես կարճատև նաեւ երկարաժամկետ ծրագրեր ենք իրականացրել։ Աշխատաժողովի երկրորդ օրը դասընթաց է անցկացվել Արտաշատում։ ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունների, դիմում բողոքների եւ թեժ գծին ստացված զանգերի համաձայն Արարատի մարզում իրավիճակը մտահոգիչ է։ Մարզը պատահական չի ընտրվել, որովհետև մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրության, լրատվամիջոցների ուսումնասիրության, ինչպես նաև ստացված դիմում բողոքների եւ թեժ գծի հեռախոսահամարի ստացված զանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մենք այստեղ ունենք մի փոքր մտահոգիչ պատկեր։ Այսօր մեզ միացել են դասընթացին տարբեր մասնագետներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, կրթության, տեղական ինքնակառավարման մարմիններից ներկայացուցիչներ, իրավապահ մարմիններից, համայնքային ոստիկանության ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ մեր գերմանացի փորձագետները փորձեցին ներկայացնել ինչպես գերմանական փորձը նշված ոլորտում, այնպես էլ աշխուժ եւ ակտիվ երկխոսության հարթակ ստեղծել, որպեսզի նաեւ մեր մասնակիցների կողմից վերհանվեն այն կարևոր խնդիրները, որոնք առաջանում են ինչպես գործնականում, այնպես էլ օրենսդրական կարգավորումների պայմաններում, ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման շրջանակում։ Ոստիկանության ներկայացուցիչներն էլ նշում են, ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգերը վերջին շրջանում ավելացել են։ Դա պայմանավորված է նաև օրենսդրական փոփոխություններով եւ քաղաքացիների վստահության աճով։ Մենք վերջին ժամանակահատվածում ունենք շատ աճ, քանի որ օրենքում փոփոխություն է կատարվել եւ զուգընկեր, նախկին զուգընկերը նույնպես հանդիսանում են, կարող են հանդիսանալ որպես ընտանիքում կենցաղային բռնության ենթարկված անձ, այդ ֆոնին մենք նաեւ ունենք, ընտանիքում բռնության դեպքերի աճ։ Հոգեբանների գնահատմամբ ընտանեկան բռնության հետևանքները երեխաների մոտ հաճախ դրսևորվում են վարքային եւ հուզական փոփոխություններով։ Մեր փորձը ցույց է տալիս, որ վերջին շրջանում մեր մարզում բռնության դեպքերը բավականին շատացել են եւ ուսումնական հաստատությունների շատ հաճախ ստանում ենք դիմումներ, որ ուսումնական հաստատությունը օրինակ կասկած ունի, որ ընտանիքում բռնություն կա, երեխան ընտանեկան բռնության է ենթարկվում եւ փորձը ցույց է տալիս, որ հենց ընտանեկան բռնության հետևանքները ամենաառաջինը դրսևորվում են դպրոցի կամ նուհի ներսում երեխաների հուզական, վարքային փոփոխությունների տեսքով։
Այսօրվա վերապատրաստումը շատ եմ կարևորում, քանի որ ստացած գիտելիքները փորձի փոխանակումը մեզ կօգնեն, որպեսզի նման ընտանիքներին տրամադրվող աջակցությունը ել ավելի նպատակային կազմակերպենք եւ կարողանանք ապահովել երեխաների լավագույն շահը, աջակցելով ոչ միայն երեխաներին, այլ նաեւ հենց իրենց ընտանիքներին։ Աշխատաժողովի ամփոփիչ հանդիպումը կանցկացվի հուլիսի 17-ին Երևանում պետական մարմինների, խնամքի հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը հայտարարել է, որ Իսրայելի կառավարության որոշ անդամներ փորձել են ազդել ամերիկյան հասարակական կարծիքի վրա Իրանի հետ պատերազմի դադարեցման շուրջ Վաշինգտոնի քաղաքականությունը փոխելու նպատակով։ Վենսի խոսքով տարբեր երկրներ փորձում են ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգների քաղաքականության վրա, սակայն վերջնական որոշումները կայացվում են Վաշինգտոնում։ Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգների նախագահը շարունակում է համոզված լինել, Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Կիևում հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում, որ Ուկրաինայի պատերազմը տարածվի դեպի Սև ծով եւ շարունակում է աջակցել ռուս-ուկրաինական բանակցություններին։ Միևնույն ժամանակ Ուկրաինան եւ Ռուսաստանը կրկին հարվածներ են հասցրել Սև եւ Ազովի ծովերում գտնվող նավերին։ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանը ու Ուկրաինան Բելարուսի տարածքում իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։ Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել 501, իսկ փոխարենը ստացել 31 ռուս զինծառայողի մարմին։ Կողմերը նախորդ ամիս ևս մարմինների փոխանակում էին իրականացրել, իսկ հունիսին Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ փոխանակել էին նաև ռազմագերիներին 160-ը 160-ի դիմաց։ Միջազգային մյուս նորություններ տեսաշարով։ Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհվել են Զապորոժիեի ատոմակայանի գլխավոր ինժեներ Ալեքսանդր Յակովլևը եւ նրա վարորդը։ Ուկրաինական կողմն այս տեղեկությունները դեռ չի մեկնաբանել։ Ուկրաինական անօդաչու թռչող հարվածել են Էնգելսկի ռազմական օդանավակայանի ուղղությամբ Ռուսաստանի Սարատովի մարզի Էնգելս քաղաքում վաղ առավոտյան պայթյուններ են որոտացել։ Տեղական իշխանությունները հայտնել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Հարվածների հետևանքով վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածք, նախնական տվյալներով տուժածներ չկան։ Ուկրաինական Էքսիլենովան եւ մոնիթորինգային ալիքն ռուսական անկախ աստրապարբերականի տվյալներով հարձակման հիմնական թիրախը եղել է Էնգելսի ռազմական օդանավակայանը։ Ասրան նաև հայտնում է, որ անօդաչուներից մեկը հարվածել է բազմաբնակարան շենքի, որը գտնվում է օդանավակայանի թռիչքուղուց մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը շարունակում են ռազմական գործողությունները։ Վաշինգտոնը հայտարարել է Իրանի դեմ հարվածների նոր փուլի ավարտի մասին, իսկ Թեհրանը հայտարարել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների թիրախավորման մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության տվյալներով ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական շտաբերին, հակօդային պաշտպանության համակարգերին, հրթիռային եւ անօդաչու հնարավորություններին, նաեւ առափնյա ռազմական օբյեկտներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաեւ հայտարարել է դեպի Իրանի Խարկ կղզի ուղևորվող Բելման նավթատարի խոցման մասին։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են Բանդար Աբասում, Չաբահարում եւ Ահվազում իրականացված պայթյունների մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռային եւ անօդաչու հարվածներ է հասցրել Քուվեյթում եւ Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը ներկայում Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի։ Նրա խոսքով այս փուլում Իրանի առաջնահերթությունը երկրի պաշտպանությունն ու անվտանգության ապահովումն է։ Ուկրաինան տարեվերջին կարող է սկսել Պատրիոտ համակարգերի արտադրությունը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը կարող է արդեն այս տարվա վերջում սկսել Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությունը։ Նրա խոսքով համապատասխան աշխատանքներն իրականացվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։
Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում ներկայացվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թարմացված օրինագիծը, որը նախատեսում է մինչև 100% մաքսատուրքեր սահմանելու հնարավորություն ռուսական նավթի խոշոր գնորդների, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ։ Նախագիծը նախատեսում է նոր սահմանափակումներ Ռուսաստանի պաշտոնյաների, ռազմական ղեկավարության, բանկային համակարգի եւ էներգետիկ ոլորտի դեմ։ Միաժամանակ առաջարկվում է ճնշում գործադրել Ռուսաստանի էներգակիրների խոշոր գնորդների վրա, նրանց կախվածությունը ռուսական նավթից ու գազից նվազեցնելու նպատակով։ Փաստաթուղթը նաև նախագահ Դոնալդ Թրամփին իրավունք է տալիս ազգային անվտանգության նկատառումներից ելնելով կասեցնել նախատեսվող պատժամիջոցների կիրառումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, ակնկալում է, որ օրինագիծը կհաստատվի կոնգրեսում։ Իրանը թույլ է տվել երկիրը լքել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացուն, որը ձերբակալվել էր 2024 թվականի դեկտեմբերին, հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացին արդեն Իրանի տարածքից դուրս է, գտնվում է անվտանգ վայրում եւ լավ վիճակում է։ Թրամփը շնորհակալություն է հայտնել Թեհրանին, հայլը որակելով որպես բարի կամքի դրսևորում։ Լիբանանն ու Իսրայելը Հռոմում ավարտել են Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ անցկացված բանակցությունները։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ կողմերն առաջընթաց են գրանցել այն ծրագրերի շուրջ, որը կարող է առաջիկա օրերին հանգեցնել հարավային Լիբանանի որոշ շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերման մեկնարկին։ Երկու երկրների պատվիրակությունները դեսպանների մակարդակով 2 օր բանակցել են Հռոմում, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը։ Ամերիկացի պաշտոնյան հանդիպումներն արդյունավետ ու դրական է գնահատել։ Կողմերը համաձայնեցրել են փորձնական գոտու ստեղծման գործընթացի կառուցվածքն ու հիմնական սկզբունքները։ Նախագիծը նախատեսվում է զինված խմբավորումների զինաթափում հարավային շրջաններում լիբանանյան բանակի տեղակայում եւ իսրայելական ուժերի փուլային դուրսբերում։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։